նյութը բավականին հետաքրքիր է դառնում, երբ որ խորանում ենք հենց վնասվածքների մեջ։ Այդ ժամանակ մարզիչները ուղղակի շեշտում են, որ եթե ցամը պարտադիր պետքա ուժեղացնել, բայց առանց հասկանալու գոտկային ցավինքը ինչ է իրանից ներկայացնում։ Ինձ ամենաշատն էր իրականում պետք դա եւ հոգեբանական աջակցություն։ Խնդրում եմ դա էլ տարանջատենք, որտեվ կինեզոթերապիստը ռեհաբիլիտոլոգ չի։ Նույնիսկ բժիշկների հետ համաձայնության չի եկել այն պահով, որ ընդամենը ամիս ու կես հետո ես սկսեցի նորից մրցաշարերի մասնակցել ու դեպքը կրկնվեց։ Այդ քայլից հետո ոնց ասացիր, կատարես 1 եւ նույնիսկ մի քանի քայլ առաջ։ Այդ պահին մտածում էի, կավա ծիծաղալու թվա, բայց ես ոնց կարամ մի 3 վայրկյան հետ տամ ժամանակը ու այս ինչ որ կատարվեց չլիներ։ Ողջունում եմ բոլորիդ, ես Արման Պանչուլազյանն եմ, մասնագիտությամբ կինեզոթերապիստ, վերականգնողական մասնագետ։ Մենք խոսելու ենք այստեղ սպորտային վնասվածքների մասին, կենցաղային վնասվածքների մասին, տարբեր տեսակի ցավերի եւ իրանց վերականգնման։ Այսօրվա իմ անդրանիկ հաղորդման հյուրն է 2015-ից 2025 թվականը Հայաստանի առաջ ռակետկան, մարդ, ով անցել է այս բոլոր դժվար փուլերի միջով, այսինքն ունեցել է վնասվածքներ, տարել է տարբեր տեսակի եւ հոգեբանական եւ ֆիզիկական վնասվածքներ, կոպիտ է հնչում, բայց դա այդպես է։ Միքայել Ավետիսյանը։ Հոգեբանական վնասվածքների պահը ոնց հետաքրքիր ասացիր, ողջունում եմ քո նախագծի մեկնարկը, Արման ջան, քեզ հաջողություններ եմ մաղթում ու հուսով եմ, որ այն կարևոր ուղղությունը, որը ընտրել ես, որպեսզի հանրությանը ավելի ճանաչելի դարձնես, մասնագիտությունը քո էլի, բավականին մեծ հաջողություն կունենա։ Շնորհակալ եմ շատ։ Միքայել ջան, խնդրեմ պատմի ինձ, ինչու ես որոշել ընտրել հենց թենիսը։ Ինչը քեզ դրդեց այդ առաջի քայլը գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե մեկ այլ մարզաձև կամ սպորտաձև։ Դե տես, իրականում թենիսը ընտրելու մեջ ես որևիցե որոշման այտենց հնարավորություն չեմ ունեցել։ Ծնողներս, սենց ասեմ, ես ծնվել եմ սպորտսմենների ընտանիքում, թենիսիստների ու գիտակից կյանքից հենց այդ առաջի տարիներից սկսած, անմիջապես ինձ հիշում եմ միանգամից հենց թենիսի կորտում, այսինքն այդտեղ ինչ որ ընտրելու բան չկար, ես եկել եմ այս աշխարհ թենիսը ոնց որ իմ մեջ ու արդեն նախատրամադրվածությունը կար, գենետիկալի ասել։ Մինչև ես կասեմ, ինձ թվում է չափահաս տարիքը կա մի քիչ պակաս, բայց ամենայն դեպս մինչև այդ շրջանը թենիսը որևիցե ալտերնատիվ իմ կյանքում չի ունեցել, սենց ասենք։ Շատ հետաքրքիր է։ Եղել են ինչ-որ պերիոդներ, որ դու օրինակ զգացել ես, որ դա քոնը չի կամ, չգիտեմ, ընտրությունդ սխալ է եղել, ինչ-որ տենց դրվագներ կյանքումդ ընդհանրապես։ Դե խոսում ենք երևի հենց վնասվածքների հետ կապված, Չէ, պարտադիր չի։ Կարող լինի նաև, չգիտեմ, ինչ-որ ձախողումներ, կարող լինի տարբեր տեսակի հոգեբանական ճնշվածություն, կարող լինի զուտ պարտությունների ինչ-որ մի շարք, որտեվ մենք վնասվածքներին անպայման անդրադառնալու ենք, դա իր առանձին տեղ ունի այդ ամեն ինչում, որտեվ ինքը շատ բարդ ասպեկտ է, ինձ հետաքրքրեն նախնական որևէ փաստով տենց ինչ-որ դրվագներ եղել են քո մոտ։ Դե ինչի նշեցի հենց վնասվածքների պահը, որովհետև որևիցե պարտություն մինչև, սենց ասենք, 15-16 տարեկան, մինչև որոշակի լուրջ վնասվածքներ երբևիցե այդ հարցերը իմ մոտ չեն առաջացել, այսինքն իմ ընդհանուր մարզավիճակը, հաջողությունները կամ անհաջողությունները որևիցե ձևով չեն ազդել, իմ այդ որոշման վրա։ Նյութը բավականին հետաքրքիր է դառնում, երբ որ խորանում ենք հենց վնասվածքների մեջ, այսինքն այն վնասվածքները, որոնք իմ կյանքում եղել են, որոշակի չափով հարցեր սկսել են բարձրացնել։ Համենայն դեպս, էլի եմ կրկնում, այդ ամեն ինչը անցնելով մինչև չափահասության հասնելը նման հարց չի եղել։ Մինչև այսօր էլ թենիսը իմ կյանքի շատ կարևոր ինչ-որ մի հատված, կարևորագույն մասն է, սենց ասեմ, ու առանց թենիսի դժվար է իրականում իմ կյանքի կոնֆիգուրացիան պատկերացնել։ Շատ լավ է իրականում։ Մի փոքր պատմի հենց ամենաառաջի, ամենաբարդ չէ, ամենածանր չէ, այլ ամենաառաջի վնասվածքի մասին, որ դու ստացել ես։
Դե ընդհանուր առմամբ թենիսը փորձենք մեր դիտողներին ու լսողներին ընդհանուր առմամբ բացատրել ինչ տեսակի մարզաձև է։ Դու անընդհատ ռոտացիոն շարժումներ ես անում, անընդհատ ուղղություններ ես փոխում վազքային առումով ու որոշակի ձևով ու ինտենսիվությամբ քո հոդերի վրա ամեն մի հարվածը ազդեցություն է ունենում։ Այդ առումով, սենց ասենք, հա, փոքր, սենց մանր վնասվածքները միշտ քո կարիերայի մասն են դառնում։ Ցավոք սրտի իմ ամենածանր վնասվածքները ոնց որ եկել են ոչ թենիսի պատճառով։ Կար ժամանակ, երբ որ ձմեռային տենց ամիսներին մենք պարապելու տենց լուրջ տեղ չէինք ունենում ու ստացվում էր, որ ամբողջ ձմեռ բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղալով էինք զբաղված, մինչև այն պահը, երբ որ շատ ցավոտ ասելով հոգեբանական մասով, հա, բավականին ծանր վնասվածք ունեցա թևի կրկնակի կոտրվածք նախաբասկի, ինչը ընդհանուր առմամբ սենց կանգնացրեց իմ թենիսային արագ զարգացող կարիերան այդ տարիքում, իսկ նշեմ այդ 15 տարեկանում այդ փոխվող ջունիորից դեպի պրոֆեսիոնալ անցնող տարիքում նման պաուզաները քեզ ահավոր արագ ու սենց ասենք դրամատիկ ձևով հետ են գցում։ Մի խոսքով վնասվածքի բարդությունը նրանում էր, որ լավանալուց հետո ինձ արգելված էր ուղղակի հենվել այդ ձեռքի վրա, բայց ես այնքան էի խորացած իմ կարիերայի մեջ ու նույնիսկ բժիշկների հետ համաձայնության չէի եկել այն պահով, որ ընդամենը ամիս ու կես հետո ես սկսեցի նորից մրցաշարերի մասնակցել ու դեպքը կրկնվեց։ Արդեն թենիսի Ես կորտում։ ճիշտ ասած ուզում եմ հենց դա ասեի, որ այդ շուտ քայլերը, արագ քայլերը վերականգնումից հետո, վերականգնում ասելով թերի վերականգնումից հետո, որտեվ այդ այն փուլն է, երբ մարդ ինքը հա առավել եւս երբ քո մոտ այդ կամքի ուժը կա, դու տրամադրված ես, նպատակներ ունես, բայց թերի կոպիտ ասած վերականգնված վիճակով գնում ես ու միանգամից ոնց որ հենց կորտ։ Ամենաառաջինը ըստ ինձ միշտ այդ ամենամեծ սխալն է բոլորի։ Ես ինքս ունեցել եմ վնասվածքներ ու ինչ եմ ընտրել մասնագիտությունս, ես մի փոքր ինձանից ասեմ։ Ինչու եմ ընտրել մասնագիտությունը, որովհետև ունեցա վնասվածք, էլի բավականին բարդ, դրանից հետո սկսեցի արդեն կամաց ուսումնասիրել դա ինչ է, դա եղել էր 10 տարեկանում։ Ոտքի կոտրվածք էր, նաև այսպես ասած եղել էր սեպաձև ոսկրերի հոդախախտ, ինչ որ շատ հազվադեպ է լինում ու շատ բժիշկներ դա չէին կարող գտնել, բայց քո մասնագիտության մեջ դա շատ sense կրկնվող երևույթ է, չէ՞։ Այսինքն նկատի ունենք ռեցիդիվ տրավմաների, թե հենց կոնկրետ վնասվածքի հետ։ Քո սպորտի, sense ասենք, մարզաձևը, հա, շատ ավելի տրավմատիկ է, քան համեմատական տանելով միանշանակ, որտեվ ձյուդո մարզաձևը ինքը հանդիսանում է սիտուացիոն մարզաձև ու նույն ձև չեն կարող, այսինքն եւ ռոտացիոն ֆունկցիաներ կան, եւ կա մեծ քաշի կրում կոնկրետ վերջույթի վրա, եւ հնարքների ինչ որ սխալ կատարման տեխնիկայով կարելի է վնասված ստանալ, նաեւ վնասված կա լինում երբեմն ընդհանրապես կապ չունեցող, այսինքն քեզանից անկախ, երբ մարզումների ժամանակ շատ հաճախ է լինում ու զարմանալի է դա, օրինակ երբ աշխատում են կողքի զույգը ընկնում է տենց տարված է լինում գոտեմարտով, ընկնում է քո վրա, հիմնականում վերջույթի վրա, լինում են օրինակ ծնկի վնասված ու ինչ որ շատ ավելի ցավալի է, որտեվ դու ինչ որ բան չես արել դրա համար։ Հա, ընդհանրապես լավ տերմին կա, բայց այստեղ չասի։ Լրիվ պատահական տես ստացվեց։ Դրանով, եթե համատենք, հա, ձյուդոն ավելի ծանր մարզաձև է, քան վնասվածքների տեսանկյունից, քան թենիսում։ Մյուս թեմայի հետ կապված Իմիջիայլոց ինչի վրա կանգնեցինք, որ հետևություն անենք, էլի, չհամբերելը հանգեցրեց վնասվածքի եռակի քառակի ավելի դաժան հետևանքների իմ դեպքում,
ու ինչ ստացվեց։ Մի կողմից ես որևիցե ձևով տենց փոշմանել կամ զղջալ չկա իմ մեջ, ինչի եմ ես այդ որոշումը կայացրել, լավ թե վատ, ես որ հետ եմ նայում, հա, դա ես եմ ու իմ կայացրած որոշումն է եղել։ Ամեն դեպքում, հա, այնպես չի, որ ես հետ կկանգնեի, ինձ թվում է ժամանակը 10 անգամ հետ տային, ես 10 անգամ նույն որոշումն էի կայացնելու։ Ուղղակի կարծում ես այդ վերականգնողական փուլին շատ ավելի լուրջ կարայի վերաբերվեի, չնայած որ ինձ թվում էր արդեն ես այդ գիծը անցել եմ, այդ Ռուբիկոնը անցել եմ ու ձեռքս շատ ավելի պինդ էր ըստ իս, քան ինքը իրականում կար։ Այդպես։ Как раз դա է ուզում հենց հարցնել, ինչ վերականգնում ես դու անց այդ ժամանակ, այսինքն ինչ ես արել, վարժություններ քեզ խորհուրդ են տվել, թե դու դա ինքնուրույն ես ինչ որ օրինակ YouTube-ից կամ չգիտեմ, Եկանք երկրորդ լրջագույն խնդրին, բնականաբար ունենք բժիշկ ընկերներ, ովքեր ամբողջ այդ բուժման, ասենք ասենք, փուլը փորձում էին որոշակի ձևով, ասենք ասենք, կոնտրոլի տակ պահել, սակայն սպորտային մասով ես կասեմ, որ շատ վատ էր ամեն ինչ, քանի որ այդ տարիներին վերականգնողական մասնագետ, որը նաև որոշակի առումով, ասենք ասենք, կապ ուներ իմ մարզաձևի հետ, գոյություն չուներ, ու բնականաբար ստեղից առհասարակ, ոչ միայն քո մարզաձևը, այլ առհասարակ վերականգնումը։ Մենք դրա մասին հեսա շատ կխոսանք, բայց այդ ընթացքում ինձ ամենաշատն էր իրականում պետք դա եւ հոգեբանական աջակցություն։ Բացարձակապես ոչինչ տենց լուրջ պրոցեդուրաներ, բացի նրանից ինչ որ ես գիտեի, հա, այս բան դեռ չգիտեմ, ռեզիններով պարապացնել։ Բազային որոշ Ինձ թվում էր, հա, իմ ձեռքը կուժեղանա, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իրականում, երբ որ արդեն վերջնական լավացավ, բնականաբար այս անգամ արդեն ոչ թե 2 ամիս հետո սկսեցի խաղալ, այլ համարյա մի տարի հետո, արդեն կարիերայի մասին մտածելը այդ շրջանում ընդհանրապես ստրես էր ավելացնելու, ուրիշ ոչինչ, ավելի լավ էր սենց ինչ-որ ուրիշ բաների մեջ խորանալ։ Երբ որ վերականգնվեցի, ճակերտներում ասած, հա, ու սկսեցի մարզվել նորից, այդ ուժային բալանսը, սենց ասեմ, հա, ինքը բացարձակապես տեղում չէր։ Հա, մկանները միանշանակ մեծ ատրոֆիա են։ Ինչը ընդամենը մի տարի հետո հանգեցրեց նրան, որ եթե պատկերացնենք իմ ձախ հատվածը, վնասված հատվածը, առանց այդ էլ ես աջ ձեռով էի հիմնականում խաղում, իմ խաղացող ձեռքը աջն է թենիսում, հանգեցրեց նրան, որ այդ ձախ ձեռքի այդ դիսբալանսը ամբողջ մկանային այդ կառուցվածքի հանգեցրեց նրան, որ ես ունեցա արդեն մեջքի հետ կապված խնդիրներ, հատկապես հենց էլի եմ կրկնում, իմ մասնագիտության մեջ մկանային այդ բալանսը պահելը, դա ուղղակի ալտերնատիվ չունեցող ուղղություն է ֆիզպատրաստության մեջ։ Չկար այդ պատրաստության կողմը, վերականգնման կողմը չկար, հոգեբանական կողմը նույնպես շատ վատ իրավիճակ էր ու դու խաղում ես, դու ինտենսիվ մասնակցում ես մրցումների, իհարկե շատ վատ, էդ էլ կա, առաջի տարում ուղղակի արդյունքներ սպասելը իմ կողմից մեծ սխալ է եղել իրականում, իմ ու իմ մարզիչների։ Եղավ այն ինչ եղավ ու տարի ու կես մաքսիմում ժամանակ անցավ ու ես այլևս ի վիճակի չէի նորից թենիս խաղալ, արդեն այդ մեջքի լուրջ խնդիրների հետ կապված։ Գոտկային հատվածում ու ինչն էր հետաքրքիր, Հայաստանում չմնաց երևի բժշկական կենտրոն, որ չայցելեմ այդ ընթացքում, ամեն ձև նկարում ես այդ հատվածը եւ այլն եւ բժիշկներ, մի խոսքով բոլորը ասում են, գիտես ինչ, դու առողջ ես, քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Զուտ ինձ թվում է առնչվում են մենակ, այսինքն ռենտգեն, MRT, զուտ այդ պատասխանները, բայց ոչ կլինիկայի, այսինքն այն ինչ զգում ես դու սիմպտոմատիկ։ Որևիցե ինչ որ լուրջ sense խնդիր չկար, այո, կյանքին խանգարող կամ կյանքի որակը փոխող որպես սովորական մարդ, բայց որպես մարզիկ, այ լրիվ ուրիշ պատկեր էր։
ամեն ինչ նորմալ էր, մինչև որ ես մտնում էի կորտ։ Ես մտնում էի կորտ, իմ մեջքը ցավում էր նենց, որ ինձ թվում էր ես ամեն հարվածից հեսա կա նույնիսկ պահ ա եղել, սենց ուշաթափվելու աստիճան ցավ ա եղել։ Հիմնականում ուզլի շմորլը, հա, այդ տեսակի ոնց որ ինքը գրիժա է, եթե չեմ սխալվում։ Հա, գրիժայի տարատեսակ։ Ընդհանուր առմամբ նաև այն տարիքներ, երբ որ ես արագ բոյովանում էի, հասակս արդեն 1.80 անցել էր, 17 տարեկան էի։ Ինչ ստացվեց, որ օքեյ, բժշկական մասով ինչ որ հնարավոր էր արնել, արվում էր, բայց սպորտային մասով, վերականգնողական մասով շատ դժվար էր գտնել ինձ մասնագետ, որը ամեն ինչ ոնց որ իր տեղը կդնի, հա, ու վերջապես տարիներ տևեց այդ ամեն ինչը, շատ եմ ցավում, բայց 2 տարի բուժվել եմ ու չէի հասկանում մեծ հաշվով ինչից, ասենց ասեմ։ Մինչև որ հայտնվեց իմ կյանքում մարդ, որը ընդհանուր առմամբ այդ լուծումը գտավ, բայց լուծումը գտնելուց զատ նաև ինձ սովորացրեց ոնց կառավարել այդ ամեն ինչը, հա։ Ու այդ ժամանակից անցել է մոտավորապես 12-13 տարի, բացարձակապես այդ ուղղությամբ իմ մեջքը ինձ այլևս չի անհանգստացնում, որովհետև ես ոչ թե բուժվել եմ ու ամեն ինչ լավ ա եղել, չէ, ես կուրսեր եմ անցել, մի շաբաթ խաղացել եմ կամ մի ամիս, ցավերը հետ են եկել։ Մինչև այն պահը, երբ որ ինձ բուժող մասնագետը զուտ ձեռը խփելով սեղանին ասեց. դու հասկանում ես, որ ես ինչքան քո վրա աշխատեմ, բայց ստեղ հարցը քո աշխատելն է քո վրա։ Սկսած մկանների կարճությունը, որը հասարակ ձգումներ չանելու հետևանք էր, վերջացրած իրանց ընդհանուր պնդությունը, որ պետքա այդ ամբողջ ինչ են ասում, սկիլետը, հա, կարկասը, հա, պետք է պահի ու դու այդ ամբողջ բեռնվածությունը տաս։ Բավականին հետաքրքիր փորձեր ինչ առումով, որպես մարդ, հետագայում որպես մարզիչ, նաև որպես մարզիկ, որը քիչ թե շատ ես ինձ համարում եմ երկար կարիերա ունեցող մարդ, որտեվ եթե ստատիստիկայով նայենք, շատ խաղացողներ շատ ավելի վաղ տարիքում բարձր լեվելի մրցելույթները թողում են։ Այդ առումով ես ուրախ եմ այն փաստով, որ այդքան վնասվածքներից ու դժվար այդ իրավիճակներից հետո ինձ հաջողվել է կարիերան ընդհանուր առմամբ մաքսիմալ երկար պահել։ Այսօր փառք Աստծո ես գերազանց վիճակում եմ առողջական մասով եւ հուսով ենք, որ կշարունակեմ դեռ երկար հենց այդ իրականում հենց այդ կրթական մասն է, էլի։ Ոնց ես դու քեզ վերականգնում։ Հենց դա է ուզում ասել, այսինքն դու քո, այսինքն վնասվածքի վերականգնման ընթացքում ստանում ես հիմք։ Հիմա գրագետ ճիշտ մասնագետի մոտ գնալուց դու ստանում ես շատ լավ փորձ, կարևոր հիմք, շատ ժամանակ օրինակ ես նկատում եմ մարզիչները, նու կոպիտ է հնչում, բայց post-սովետական կրթություն ստացած մարզիչները շատ ժամանակ ասում են, եթե մի տեղը ցավում է, ուրեմն այդ կողմը պիտի պարտադիր ուժեղացնես։ Նու ինքը ոչ միշտ է այդպես։ Հա, ինքը շատ ժամանակ էֆեկտիվ է, բայց ոչ միշտ է այդպես։ Օրինակ գոտկային հատվածում շատ ժամանակ մարզիչները ուղղակի շեշտում են, որ եթե ցավում է, պարտադիր պետք է ուժեղացնել։ Բայց առանց հասկանալու գոտկային ցավին ինչ է իրանից ներկայացնում, որովհետև կարա լինի թե անկայունություն, կարա լինի մկանային սպազմավորվածություն, կարա լինի ճողվածք, նույն ինքը գրիժան, ճիշտ է, ինքը միշտ չի հենց գոտկային հատվածում, հենց լոկալ հատվածում ցավացնում, ինքը միշտ հիմնականում ճառագայթում է։ Բայց եթե մարդ այդ ժամանակ սկսում է, ես կոնկրետ sense նեղ տարբերակով եմ ասում, եթե մարդ այդ ժամանակ սկսում է հզորացնել իր մեջքը, ինքը ավելի է խորացնում իր վիճակը։ Այսինքն մենք ունենք այնտեղ որոշ մկաններ, որոնք սպազմավորված են։ Մենք մի հատ էլ իրանց ստիմուլ ենք տալի։ Եվս մեկ անգամ իրանց ավելի ենք լարում։ Հա, ինքը տաքանում է այդ պայտակասում, բայց արմատային լուծում չի։ Այսինքն ճողվածքի դեպքում նույն գրիժայի դες իմ համար հետաքրքիր էր սպա, դու մկանախումբդ իրան պաշտպանող, հա, ուժեղացնելով հարցը չես մոտեցնում դեպի լուծման, հակառակը դժվարացնում ես, հա, ճիշտ Հիմնականում հա, այսինքն այդ ժամանակ լինում է, որ հենց այդ մկաներ, որ սպազմավորված են, այսինքն գրիժայի ժամանակ մի քիչ տարբերվում է։ Խոսքը գնում է նաև կարա գրիժայի հետ ուղեկցվող, մենք ունենք գոտկային քառակուսի մկաններ, որոնք շատ լավ սպազմավորվում են, որտեղ սկսում են կոմպենսացնել։
որպեսզի ցավը մեղմանա։ Գրիժայի պարագայում իրանց բուժումը մի քիչ երկուս իրարից տարբեր է։ Պետք է հասկանանք ինչ կարգավիճակ է, ինչ վիճակում է գտնվում, այսինքն ցավը ինչ ձև է ճառագայթում, ինչքանով է ազդում իր կյանքի որակի վրա։ Պետք է հասկանալ ինչ փուլում է ինքը գտնվում, այսինքն եթե սուր փուլ է, այդ ժամանակ վերականգնողական բուժումը կարող է նաև ավելի տհաճ լինի, այսինքն մարդ զուտ ֆունկցիոնալ չլինի, կարող վարժություններ կատարել նույն ձևի դու որպես մասնագետ միջամտես ինչ-որ վարժություններ կատարես կամ տարատեսակ մանուալ գործողություններ։ Այդ ժամանակ դեղորայքային բուժումը ստանում է, սուր փուլից մարդ դուրս է գալիս, արդեն սկսում է հիմնական աշխատանքը կինեզոթերապիստի կողմից։ Կատարում են նեյրոդինամիկ աշխատանք, որպեսզի ազատեն, փորձեն բեռնաթափեն գոտկային հատվածը, դրանից զատ արդեն նաև աշխատում են երկրորդ կետի վրա, գոտկային սպազմավորվածության վրա։ Ու կարելի է ինչ-որ չափով միաժամանակ աշխատել, որովհետև մեկը մյուսին ոնց որ ավելի լարի։ Այսինքն ցավում է գոտկատեղը, մարդ սկսում է լարվի, այդ հատվածը արդեն սպազմավորվեց։ Ցավում է վերջույթը ճառագայթի պատճառով անընդհատ փորձում է գտնի դիրք, փորձում է իրան դիրքավորի կամ վարժություն անի, իսկ առաջի վարժությունը մեր մոտ այդպես է, մեր մենտալիտետի մեջ է այդպես, մինչև դանակը ոսկորեն չի հասնում, մարդ չի դիմում բժշկին։ Այսինքն մի քիչ ցավաց լավ դե օքեյ, հիմա մի քիչ կանեմ YouTube-ից վարժություններ նայեցին, սկսեցին այդ վարժությունները կատարել 1 2 3 կուտակեց ու արդեն դառավ ավելի խորացված խնդիր, նոր դիմում են արդեն սուր վիճակով մասնագետին։ Ու այսինքն իր այնց ռեաբիլիտացիան առանձին դա մի հատ առանձին փուլերով գործողություն է։ Դա ավելի sense երկար է մեր ոդքասթի ընթացքում մենք չենք հասցնի ամեն ինչին անդրադառնանք, բայց հիմքը սա է։ Եթե ցավում է գոտկատեղը, պարտադիր չի միանգամից հզորացնել գոտկատեղը։ Պետք է հասկանալ, պետք է դիմել մասնագետին։ Մասնագետը պետք է նաև անի իր կողմից, ու կինեզոթերապիստը իր կողմից թեստավորումները, եթե կարիք է լինում, այսինքն այլ մասնագետ, վերականգնողաբանը, ու դա ռեաբիլիտոլոգ է։ Խնդրում եմ դա էլ տարանջատենք, որտեղ կինեզոթերապիստը ռեաբիլիտոլոգ չի։ Ռեաբիլիտոլոգը ուրիշ ստատուս է, կինեզոթերապիստը ուրիշ ստատուս է։ Իրանք իրար հետ համագործակցում են սերտորեն։ Այդ ժամանակ ռեաբիլիտոլոգը նշանակումներ է կատարում, այսինքն եթե պետք է MRT, եթե պետք է ռենտգեն, ռեաբիլիտոլոգը բժիշկ է մասնագիտությամբ, կինեզոթերապևտը հարբժշկական ոլորտի մասնագետ։ Այսինքն ինքը բժիշկ չի համարվում ստատուսով։ Հենց բժշկական կրթություն չունի։ Կան կինեզոթերապիստներ, որ սովորում են, ընդունում են բժշկական, ավարտում են ու արդեն դառնում են հենց նաև ռեաբիլիտացիայի որպես բժշկական անձնակազմի անդամ, կարելի է այդպես ասել, այսինքն բժիշկ են դառնում, բայց դրա համար պետք է բժշկական կրթություն։ Դա է այդպես։ Ինձ մի հատ հարց է հետաքրքիր, երկրորդ անգամ քո ձեռքի կոտրվածքը որ եղավ, դու այդ ժամանակ ինչ զգացիր։ Այսինքն այդ ռեցիդիվը որ կրկնվեց, հենց այդ պահին, այդ վարքյանները, ինչ ես զգացի դու։ Ինչ է մտքովդ անցել։ Դե կյանքիս ամենավատ վարքյաններից մեկն է եղել, ու այդ միջակայքը վարքյանների, երբ որ քո երկար ժամանակվա sense նպատակները, երազանքները ընդամենը մի վարքյանում առանց լուրջ պատճառի կորում են, ու առաջի բանը, որ ճիշտն ասած այդ պահին մտածում էի, կարա ծիծաղալու թվա, բայց ես ոնց կարամ մի 3 վայրկյան հետ տամ ժամանակը ու այս ինչ որ կատարվեց չլիներ։ Շատ այդտեղ արդեն մտնում ենք հոգեբանության դաշտ, բայց հա, այդ վնասվածքը ընդհանուր առմամբ հոգեբանական էֆեկտով շատ ավելի ուժեղ էր, քան ֆիզիոլոգիական։ Ավելի ծանր է, որտեվ կակրաս այս մյուս հարցների մոտ գալիս, որտեվ այդ ժամանակ արդեն առաջանում են ֆոբիաներ նորից կրկնվելու։ Այսինքն դու հերիք չի մեկ անգամ ստացել էր, եղավ ռեցիդիվ, հիմա երրորդ անգամ հավանականություն կա, որ կարաս էլի վնասես։ Այդ սկիզբը, հիմա հենց սկիզբը ոնց ես սկսել դու տալ արդեն այդ երկրորդ վնասվածքից ռեցիդիվից հետո, ինչքան տևեց քո այդ անգամվա վերականգնումը։ Եթե նա դու ասեցին մոտավորապես
1.5 Դե ամիս գիպսի այդ հատվածը ամիս ու կես էր առաջինը, արդեն երկրորդի դեպքում 3.5 ամիս ձեռքս գիպսի մեջ ա եղել, եւս մի քանի ամիս այդպես բարակ մենակ ոսկորներ նստեն ու ձեռքիդ վրա, մինչև պնդանում ա սկսում ես բացել, 3 ամիս էլ այդ ընթացքը գնաց, 8 ամիս հետո նոր ես սկսեցի ոնց որ զբաղվել, սենց ասենք, ակտիվ սպորտով։ Այդքանը կասեմ, մնացածը այլ եմ ասում, ինքը ավելի շատ ավելի լուրջ հոգեբանական պահեր, եթե ես լինեի, չգիտեմ, ինչ-որ ծրագրավորող, ինչ-որ մասնագետ, որը բացարձակապես կապ չունի ֆիզիկական վիճակի հետ, այտենց լուրջ կամ հոգեբանական տրավմա, իթո քո համար զուտ հաճույքի համար մարզվեր թեկուզ այդ բայց երբ որ կյանքդ ուղիղ կապված է դրա հետ, ծանրությունը շատ մեծ է ու ես իրականում այստեղ մեղադրելու չի, մենք բոլորս այդ ամեն ինչի միջով սովորել անցել ենք, ես էլ հենց առաջի հերթին, այդ վնասվածքները սարքել են ինձ այն մարդը, որ այսօր ես կամ, ու շատ բաներ եթե չլինեին իմ կյանքում այդպես, շատ լուրջ հարց է ես ինչպիսի մարդ կլինեի այսօր, հենց որ մի քիչ այդ հոգեբանականը սարքում է մեզ ավելի շատ փիլիսոփայական տենց բան է էլի, հետևություններ եմ արել ու շարժվում եմ առաջ, ինձ թվում է այդ ամեն ինչից ես դուրս եմ եկել քիչ թե շատ պատվով, բայց մի բան կուզենայի ուրիշ ձև լիներ, դա այն էր, որ երբ որ դու ինֆորմացիան չունես ուղղակի այդ ընթացքում, ավելի ճիշտ խորհուրդ կամ ավելի ճիշտ, ավելի գրագետ դուրս գալ է այդ ամեն ինչի միջից, մի քիչ մենակ դա եմ ոնց որ խղճում, դրա հետևանքն է, որ երկար տարիներ հենց կորտում մնացել է, մեր թենիսը իրական շատ սենց հոգեհուզական սպորտ է, ու տենց մի հետաքրքիր բան ասեմ ունկնդիրներին, խաղի ամենածանր ու բարդ պահին դու կարող ես հիշես բաներ, որոնք այտենց տասնյակ տարիներ հեռու են քեզնից ու սկսես ներվանանալ դրա վրա, դա մի տենց ուղղություն էր, որը շատ անգամ խաղերի ժամանակ ես զգացել եմ, իհարկե դրանց դեմ պայքարել է պետք, բայց կարծում եմ այդ ինֆորմացիան եթե դու ունես, գիտելիքը, ամեն ինչը հաղթահարելը շատ ավելի հեշտ է դառնում։ Իսկ վախի տեսանկյունից ինչ կասես։ Հենց որպես վախի գործոն, օրինակ, ինչքան է տևել քո այդ արդեն հոգեբանական վերականգնման։ Դու արդեն զգում ես, որ ֆունկցիոնալ ես, զգում ես վստահ ես վերջույթիդ վրա, բայց ինչ որ մի բան կա, որ քեզ հետ էր պահում։ Շատ խոսք է հենց գնում Այնտեղ մի կարևոր տերմին ասեցիր, վստահ ես վերջույթիդ վրա։ Ես չէի վախենում վնասվածք ստանալուց, բացարձակ, երբևիցե չեմ վախեցել հետո, բայց ես սպորտի մեջ վստահ չեմ եղել իմ վերջույթի վրա, այդ տվյալ ձախ ձեռքի մասին է խոսքը, ու դա եթե վերականգնումը ֆիզիոլոգիական տևել է, ենթադրենք վերջնական 2 տարի, առնվազն 5-ից 8 տարի այդ ամեն ինչը իմ հետ մնացել է, ու էլի դա կրկնում եմ, դա իմ կարծիքով ինֆորմացիայի ու քո հետ զբաղվող մարդկանց պակասի հետևանքն է եղել։ Ու փառք Աստծո, հիմա բավականին այդ առումով կրթությունը ավելի մեծ, ավելի որակյալ է, որտեվ ես շատ ծանոթներ ունեմ, նույնիսկ այն մարդիկ, ումից ես սկսել եմ իմ կարիերան, կինեզոթերապիստի ումից սովորել եմ, նույնպես որ տեսնում եմ ինչքան դեպի դրական է գնում, այսինքն նույն այդ վերականգնման process-ը, որտեվ շատ են շարժվում պրոտոկոլներով, միջազգային սահմանված, իրականում մեր վերականգնումը երբեմն կախված է լինում նաև պրոտոկոլից զատ, այսինքն եթե մարդ պատրաստվում է մրցումների, ու ինքը հեսա մի քանի օրից պետքա արդեն դուրս գա, չգիտեմ, մենամարտի կամ մարզադաշտ դուրս գա եւ այլն, այսինքն предстартовый состояние, կոպիտ ասած, այդ ժամանակ ստանում է վնասվածք, ու դու չես կարող իրան
չեմ ասում պարտադիր ծանր խորը վնասվածք։ Ստանում է վնասվածք գերձգումի տեսքով, ստանում է վնասվածք մասնակի ինչ որ կապանային պատրված կարա լինի թեկուս ինչ որ չափով ժողովրդի ասած ճակ ոսկրի ու այդ ժամանակ դու չես կարա զուտ մենակ պրոտոկոլով շարժվես։ Դու արդեն շարժում ես քո փորձի հաշվին, ոնց անես, որ այս մարդը վերադառնա մենամարտի կամ վերադառնա կորտ, վերադառնա խաղադաշտ, որ ինքը կարողանա ֆունկցիոնալ այդ ամեն չափով է։ Իրականում ռիսկի գործոնը մեծ է, որտեվ այդ դու քո տեսանկյունից ես ներկայացնում, բժիշկը իր տեսանկյունից է ներկայացնում, ասում է ռիսկերս ասա, ընտրությունը կատարում է մարզիկը։ Դե հա։ Նույնը օրինակ քո պարագայում որ վնասվածք ստացար առաջի անգամ, դու որոշում կայացրեցիր շուտ դուրս գաս։ Ընդհանուր առմամբ հա։ Ու հա, ուղղակի այստեղ կարևոր փաստն է, որ կողքից մարդիկ, ովքեր քեզ արդեն հետդ են, իրանք քեզ ասում են, գիտես չկա, եթե հիմա դու գնաս, կա SS ռիսկը, որ դու կարաս այս վնասվածքը կրկնես, կարաս ավելի խորացնես, կարաս նաև այն վիճակին խորացնես, որ կարիերայիդ վրա շատ մեծ հետք թողի, նույնիսկ ավարտի։ Այո։ Ու այդ արդեն հոգեբանական դու որոշում ես կայացնում ինչ անես, ոնց անես, այդ ծանր վիճակից ոնց դուրս գաս արդեն այդ ներքին այդ սահմաններում։ Միքայել ջան, ասես մի հատ հարց կա, երբ արդեն դու քո վերականգնումը անցար, այսինքն դու վերադարձար կորտ, շարունակեցիր քո աշխատանքը, քո մրցելույթները, ինչ է եղել հետո։ Ինչ որ դադարներ ունեցել ես, արդյոք դու վնասվածքներից զատ։ Դե ընդհանուր առմամբ տես ես չափահաս տարիք մտա արդեն վնասվածքներից հետ գալով ու այն լիարժեք վիճակին հասնում էի 20-21 տենց տարեկանում, տենց համ ֆիզիոլոգիական պիկն է, չէ, համարվում, համ էլ ընդհանուր առմամբ ես զգում էի, որ այն հիմնական խանգարող վնասվածքները կամաց հաղթահարվում են ու որոշակի չափով արդեն ընթացքն էլ շատ դժվար էր, լիքը դժվարություններ, ֆինանսական մրցում խաղալու դժվարություններ եւ այլն, բայց եթե այդ հատվածը թողենք ու նայենք զուտ ընդհանուր վիճակի մասով, ընդհանուր տրենդը աճող էր այդ ընթացքում ու վստահությունն էլ կար, որ եթե ես շատ խաղամ ակտիվ, ինտենսիվ, ես իմ ընդհանուր միջազգային վարկանիշը կարամ բարձրացնեմ, քանի որ հնարավորություն էի ունեցել ընդհանուր մեր միջազգային վարկանիշային ցանկ մտնելու այդ ամեն ինչից հետո իմ իմիջիայլոց ինչն էր հետաքրքիր, իմ այդ վնասվածքների միջակայքում էլ էր այդ արդյունքը հաջողվել, հա, ինձ, բայց այս հաջորդ անգամ, երբ որ արդեն մեջքի այդ խնդիրները վերջնականապես լուծված էին, արդեն այդ հավատը կար ու արդեն ամեն ինչ ես զգում էի իմ ձեռքերում է, բացի իհարկե այդ մրցաշարեր մասնակցելուց։ Սակայն էլի դադարներ սկսվեցին կարիերայում, զինվորական ծառայություն 2 տարի սպորտը դադարեց ուղղակի, կանգնեց, վերադարձը շատ դժվար, երկար ու ծանր էր ու հասանք այն կետի, որ վերադառնալուց հետո լիարժեք արդեն 100%-անոց սպորտով զբաղվել նշանակում էր չունենալ աշխատանք, չունենալ գնալ մեծ իմաստով ասել, չէ, հասարակ ապրուստի միջոց, հա, ու տենց բազային ինչ-որ խնդիրներ, հա, որը իհարկե որևիցե դեպքում ընդունելի չէր ու սկսվեց արդեն աշխատանքային ու մարզական կարիերայի միքսը, ինչն էր ստեղ հետաքրքիր, որ առողջական մասը քիչ թե շատ ինձ պահել լավ վիճակում միշտ հաջողվում էր ու հաջողվել է, ավելի շատ նույնիսկ ծառայության ժամանակ, հա, միանշանակ, մարմինդ էր իհարկե փոխվում, մկանային այդ կարկասը ցենց ասեմ փոխվում էր, դու այլևս թենիսիստի մարմին չունեիր ու բնականաբար երբ որ այդ մի քանի տարի էլ բաց թողեիր ու հետ գայիր սպորտ, մարմինդ քեզ մի քանի տարի չի ենթարկվելու, ցենց ասենք, ու դա գնալով ավելի էր բարդանում, սակայն իմ կարիերայում ամենաշատը ինձ այնա դուր եկել, որ միշտ այդ ցենց
ահա որ ծանր, sense դժվար իրավիճակներ ա եղել սպորտային մասով, միշտ sense հետ եմ եկել։ Վերադարձը եղել ա միշտ ու մինչև այսօր փառք Աստծու, որ մի քանի ամիս լավ պատրաստության արդյունքում ես նորից հնարավորություն կարամ ունենամ, կարամ ինձ թույլ տամ մրցելու բավականին բարձր մակարդակի։ Դա հենց այն ամենակարևոր մասն ա, որ ճիշտն ասած, սենց ասեմ, գոհ եմ ինձանից, հա։ Դա է, որ մի բանն է ուղղակի ստեղ կարևոր վերականգնման մասով, որ պետքա այդ դադարներից հետո տվյալ մարզաձևի համար ճիշտ մարմին սարքել նորից, հետո նոր սկսել արդեն մրցելույթներդ։ Այդ դա կուզենայի ֆիքսեինք, որ օքեյ, դադար ես տվել, շատ կարճ պարապել ես, բայց կարճ պարապելուցդ հետո գնաս մրցումների, դու վնասվածքի հավանականությունը նորից բարձրացնում հասցնում ես ամպերին, այդ ա որ երկար ինքը կարիերան ընդհանրապես ինքը մարաթոն է, ինքը կարճ դիստանցիա չի էլի, կարճ ինչ-որ գործողություն չի, կարճ պրոյեկտ չի, ու դու պատրաստելով այդ մարաթոնին հստակ պիտի գիտակցես ինչ սենց ուղենիշներ կա դրած քո առջև էլի, մարմինդ կարաս այսքան ժամանակում հասցնես սարքես իմ դեպքում թենիսիստի մարմին, այդ բեռնվածությունները ի վիճակի կլինի մարմինդ իր վրա վերցնելու, թե չէ, հետո նոր կարելի է մտածել արդեն մյուս հատվածների մասին, այդ է սենց կասեմ էլի ընդհանուր։ Կարանք եզրակացնենք, որ վնասվածքից հետո քո վերադարձը մեծ կորտ, այսպես ասած, ավելի կարճատև է, քան այդ խորը դադարներից հետո, որ դու վերադառնաս, նո այսինքն ոչ թե մեծ կորտ վերադառնաս ուղղակի խաղալու, այլ հենց նպատակային, որ դու պայքարես բարձր արդյունքների համար։ Դե հա, տևելա տարի ու կես ընդամենը ակտիվ տենց պատրաստ վիճակը, հա, որը դրսևորվել է նաև դժվարություններով բարձր կարգի մրցաշարերում մասնակցելու, բայց ամեն դեպքում այդ մի քանի տարվա դադարը այդ ամեն ինչից հետո կոպիտ ասած հասնում ես պիկին, նորից դադարում ես, նորից sense հասնում ես պիկին, նորից դադարում ես ու այդ վերջի դադարը շատ երկար տևեց, հա, 2 տարի 0 սպորտ, միայն ուղղակի վազք բան, թենիս չկա, հետո ինչ-որ փոփոխական, ինչ-որ տենց, հա, շրջաներ եւ երբ ես որոշեցի կրթությանս վրա շատ լուրջ աշխատեմ, ու այդ ընթացքում մի կարճ շրջան թենիսը այդ գլխավոր պրիորիտետից մի պահ իջավ երկրորդ տեղ, որտեվ ես կար շրջան, որ վստահ չէի ուղղակի ես կկարանամ որպես մարզիկ նորից հետ գամ, իսկ որ չստացվի, բա հետո արդյոք արժի ժամանակ կորցնել դրա վրա։ Կոպիտ ասած ես շատ կարճ չասեմ, բայց հետ քայլ որոշեցի անեմ ժամանակավոր, մինչև որ ես իմ մարմինը կպատրաստեմ այդ բեռնվածություններին, նոր կամաց հենց կսկսես խաղալ ինչքան հնարավոր է եւ այլն, այսինքն ամեն ինչ չի այս դեպքում որ կախված ա եղել հենց զուտ որոշեցիր դառնալ մարզիկ ու վերջ, բա խնդիրներդ որոնք գալիս են հետո, մի խոսքով, հա, ամեն դեպքում, բայց նույն ստեղ արդեն մարզչական մասով ասենք, այս ամբողջ ուղին կապված վնասվածքների, մրցելույթներ չունենալու պատճառների եւ այլն շատ մեծ ազդեցություն են թողում արդեն մարզչական ընդհանուր պատրաստության վրա, որպես այդ գծով մասնագետ ու ես վստահ եմ, որ ճիշտ կոմբինացիան էս ամեն ինչում, թե վերականգնման մասը, թե այդ դադարներից հետո ինչպես հետ գալ արդեն մարմինդ պատրաստել, կարծում շատ մեծ սենց արսենալ է, հա, գիտելիքների, այսքանը։ Մեծ փորձ իհարկե, մեծ ավելի բազա, հենց արդեն նաև կյանքի փորձի, զատ մասնագիտական, զատ սպորտային փորձը։ Իհարկե։ Ու ամենակարևորը, որ դու կարողացար հավաքես ուժերդ ու այդ քայլից հետո ոնց ասացիր, կատարես մեկ եւ նույնիսկ մի քանի քայլ առաջ ու հիմա դե հա, կարևորագույն մասն էն է, որ ես ինձ պահում եմ այնպիսի վիճակում, որ եթե դու որոշես ինչ-որ X միջոցառման մասնակցել մարզական,
ու դու ունենաս բավարար ժամանակ դրան պատրաստվելու, դու կարողանաս։ Դա է, այս պահին իմ գլխավոր սենց ստրատեգիան, հա, երկարաժամկետ դա է։ Ընդ որում ես ունեմ եղբայրներ, ովքեր թենիս են խաղում, այսինքն իմ ներկայությունը իրանց կյանքում բավականին լուրջ է, շատ աշակերտներ, որոնք սենց ուշադիր նայում են ես իմ ամեն քայլը ոնց եմ անում։ Որպես օրինակ ես ծառայում։ Հա, դա էլ ինչ որ պարտավորեցնող բաներ ունի իր մեջ, բայց ամեն դեպքում, հա, կոպիտ ասած դու դեռ սպորտի մեջ ես, դեռ ազգային հավաքականը քո կարիքն ունի, ինչի համար ես շատ հպարտ եմ։ Իմիջիայլոց հրավիրում եմ բոլորին այս տարի աշխարհի առաջնությունը թենիսի 4-րդ ենթախմբում անցակացվելու Հայաստանում Ծաղկաձորի սպորտ բազայում հրավիրում եմ բոլորին, բավականին հետաքրքիր միջոցառում է սպասվում եւ հուսով եմ, որ մեր հավաքականը հաջողություն կունենա ամեն դեպքում։ Մենք ամբողջ ուժով երկրպագելու ենք մեր հավաքականին, քեզ, մեր մարզիկներին, քեզ մաղթում ենք առողջություն, առաջնահերթ, որ դու լինես մաքսիմալ լավ ֆունկցիոնալ, մաքսիմալ ուժեղ հոգեբանական վիճակում, որպեսզի կարողանաս քո նպատակը, այն ինչ որ դրել ես, այն ինչին դու ուզում ես հասնես դա ամենահզոր կերպով։ Շատ շնորհակալ եմ։ Տրիումֆալն է։ Դե հա։ Շատ լավ։ Ես ունեմ մի քանի հարցեր, բլից, որոնք սենց ուղղակի պետքա կարճ պատասխանես, առանց ինչ-որ մտածելու, միանգամից ինչ մտքիդ գալիս է, օքեյ։ Իրանք շատ հետաքրքիր են։ Քանի վայրկյան կա պատասխանելու։ Ոչ մի։ Ոչ մի։ Հենց այդ բան, այսինքն, ոնց դու ինչ մտքիդ գալիս է։ Okay։ Գնացինք։ Հաղթանակ թե առողջություն։ Առողջություն։ Փող թե սիրած գործ։ Սիրած գործ։ Տաղանդ թե կարգապահություն։ Միանշանակ կարգապահություն։ Արագ թե երկարատև process։ Մենտալ մասով պատրաստ պիտի լինես երկարատև process-ի։ Շատ լավ։ Ցավի միջոցով թե կանգ առնել։ Իրավիճակն է թելադրում, սենց կպատասխանեմ։ Այսինքն սիտուացիոն։ Այդ բանը ոնց։ Եթե շատ կարևոր տեղ մրցման կանգնած լինեմ ու ցավը հաղթահարելը ինձ տալու է բան, որ ես կյանքում կարող չկարողանամ կրկնել, միանշանակ։ Շատ լավ։ Այդ հոգեբանական այդ բարձր մակարդակն է արդեն գալիս։ Իհարկե, դու բաներ կա, որ ես նշեցին դե առողջության պահը, հա, առողջություն թե հաղթանակ, տենց էր հարցը։ Հա, բայց այս սպորտսմենը ինչով է տարբերվում։ Այդ տվյալ պահին ամեն ինչ տենց զոհաբերելու այդ գիտակցությամբ։ Իրար չի հակասում ինձ թվում է, էլի։ Ոչ ստանդարտ գործողությամբ այդ բանը, Հա։ այսինքն դու այդ բանը ոնց արագ կողմնորոշվես։ Դա խարակտերն է, քո, չգիտեմ, կոդն է ներսից։ Բարձր պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում դա։ Ну, ինչին հասել ես դու հիմա։ Դե։ Մյուս հարցը, մենակ աշխատել թե թիմով։ Ես սիրում եմ թիմով։ Ռիսկի գնալ թե ապահով խաղալ։ Մենք էլի ոնց որ այն թեմաներին ենք առնչվում։ Իրականում միանշանակ պատասխան չունեմ այս հարցում։ Էլի սիտուացիայից ելնելով։ Հաստատ, հա, կներես, բայց այդ հարցին չեմ կարող էլի հստակ պատասխանել, որովհետև Okay, ամենայն դեպս, սենց ասեմ, ամենամեծ ռիսկը դա ռիսկի չդիմելն է։ Այդ կետից սկսենք, հա։ Եթե դու որոշել ես միշտ ապահով խաղաս, դու գործում ես ամենամեծ ռիսկի տակ ես ընկնում, սենց ասենք։ Ահա, ուղղակի կարող լինի տարբեր անկյուններից հաղթում ես դու այդ բանին, պարտվում ես այդ բանին, ինչ կարգավիճակա քո մոտ։ Okay։ Կարճ ճանապարհ թե ճիշտ ճանապարհ։ Ցանկալի է ճիշտ ճանապարհ։ Ուղղակի այդ ինֆոից էինք խոսում, ինֆորմացիայի պակասից, ընդհանրապես կլինի մարզչությունը, քո մասնագիտությամբ վերականգնումը, ես կարծում եմ մասնագետների գլխավոր իմաստը կլինի մարզիչ, կլինի բժիշկ եւ այլն, ճիշտ ուղին ոչ թե ցույց տալը, այլ ընկալելը մարզիկին լրիվ ու ըստ դրա ճիշտ ուղին գտնելը իրան այդ ուղու վրա պահելը։
կառուցելը ճիշտ ճանապարհ, այսինքն գտնես, որն է ամենակարևորը։ Ու իհարկե լավագույն արդյունք տվող այդ բան։ Եվ եւս մեկ բան, ինչ խորհուրդ կտաս մարդկանց, ովքեր դիտում են եւ զգում են այս բանին ֆիզիկական կամ հոգեբանական ցավ, այսինքն վնասվածք, Մարզիկներին, չէ՞։ Մարզիկներին, հա։ Ինչ խորհուրդ կտաս։ Մի քիչ ընդհանրական է ինձ թվում է հարցը։ Իրականում հա, ավելի տես լոկալ չի։ Դե եթե կարճ փորձեմ պատասխանեմ, ուշադիր ուսումնասիրեք իրավիճակը, որում գտնվում եք։ Շատ ուշադիր ուսումնասիրեք, որովհետև ցանկացած որոշման տակ շատ խորը ուսումնասիրությունն է, research-ն է, այսինքն եթե դու ինֆորմացիայի չես տիրապետում, քո կայացրած որոշումը շատ ավելի ռիսկային է դառնում։ Միքայել ջան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, շատ հետաքրքիր էր, որտեվ ես հիմնականը միտքը տանում էի շատը վնասվածքների վերականգնման մասին, բայց դու sense փաստացի 3 վերականգնման մասին խոսեցիր, դա հոգեբանական վնասվածքների եւ կենցաղային խնդիրներից հետո վերականգնումը։ Այո, շատ հետաքրքիր էր։ Ես էլ եմ շնորհակալ, նմանապես շնորհակալ եմ, լիքը հաջողություններ եմ մաղթում, շատ կարևոր ուղղություն ես փորձում զարգացնել ու հուսով եմ հանրությանը հետաքրքիր կլինի այս ամեն ինչը։ Ինձ հետաքրքիր է ամենայն դեպս սպորտային մասը, բայց ամեն դեպքում հա, քեզ բարի ընթացք ու լիքը հաջողություն։ Շնորհակալություն։ Իսկ դուք բարոնթագրվեք մեր Rehab-cast էջին, սեղմեք զանգակին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա թողարկումները։ Շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։